Հարգելի գործընկերներ, քանի որ հարգարժան պարոն Խաչատրյանը դաշնակցական ամբողջ դավադրապաշտությունը հորդեց այս ամբիոնից, միանգամից հերք եմ էլի ամբողջությամբ։ Օգոստոսի 8-ին, երբ որ Վաշինգտոնում համապատասխան խաղաղության հռչակագիրը ստորագրվում էր, ինչ էր ասում ընդդիմությունը, ասում էր երկու բան։ Սրանով մենք միջանցք ենք տալիս արտատարածքային, մեր ինքնիշխանությունը սրանով կրճատվում է եւ մեկը նույնիսկ այդ դեպքում չի բացվելու մեզ համար ոչինչ, մենք մնալու ենք ապաշրջափակման մեջ։ Անցավ մի քանի ամիս, երկու պնդումներն են հերքվեցին։ Սկսեմ առաջին պնդումից։ Հիմնականում կար 3 պնդում, 3 մտահոգություն եւ չարամիտ շրջանակների մոտ եւ բարեմիտ եւ ազնիվ շրջանակների մոտ։ Որոնք են այդ 3 մտահոգությունները։ Մտահոգություն անվտանգության վերաբերյալ, այսինքն արդյոք Հայաստանի ամբողջ տարածքում եւ հատկապես այն հատվածով, որտեղ կոմունիկացիաներն են անցնելու, Հայաստանն է պահպանելու անվտանգությունը, թե ոչ, եւ թե ինչ-որ երրորդ կողմ, երկրորդը արդյոք համապատասխան ընթացակարգերը լինելու են, թե ոչ, եւ երրորդը եւի չկար, այս երկուսը։ Չէ՞, կամաձայնեք, որ սրանք են բաները։ Եվ արդյոք հայ սահմանապահները լինելու են սահմանին, թե ոչ։ Այս 3 հարցերն են։ Փետրվարի 14-ին հրապարակվեց հայտարարություն փաստաթուղթ Արադ Միրզոյանի եւ իր ներողություն հունվարի Արադ Միրզոյանի եւ իր ամերիկացի պաշտոնակցի հանդիպան արդյունքներով, որոնցով բոլոր 3 կետերով հստակ պատասխան եղավ սևով սպիտակին գրված, որ Հայաստանի ամբողջ տարածքում անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան գերատեսչությունները, որ ամեն ինչ լինում է մեր ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որ համապատասխան մաքսային եւ սահմանային ընթացակարգերը լինելու են, որ հայ սահմանապահներն էլ ֆիզիկական ներկայություն են ունենալու բոլոր սահմանային եւ մաքսային համապատասխան կետերով։ Այսինքն հրապարակվեց փաստաթուղթ այն մասին, որ չի լինելու արտատարածքային միջանցք, լինելու է ճանապարհ, ինչը մենք ուզում ենք։ Հաջորդը օգոստոսի 8-ին մեր ընդդիմադիրները պնդում էին, որ ոչ մի ապաշրջափակում չի լինելու եւ Հայաստանը շարունակելու է մնալ շրջափակման մեջ։ Արդյունքում ինչ եղավ, Հայաստանը մասնակիորեն ապաշրջափակվեց նույնիսկ թրիփի իրագործումից առաջ, որովհետեւ ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ մենք արդեն մի քանի ամիս ապրում ենք պայմաններում, ինչու եմ ես պարբերաբար դադարեցնում ելույթ ունենալիս, որտեղ մեր գործընկերները հեռախոսով բան են լսում։ Բայց պետք է ընդունեմ, որ ընդդիմությունը այս առումով շատ ավելի հարգալից է իմ հանդեպ։ Մենք ապրում ենք պայմաններում, երբ որ Ղազախստանից հացահատիկ է եկել Ադրբեջանի տարածքով եւ երկաթգծով Հայաստան, այսինքն երկաթգծային առումով առնվազն մասնակի Հայաստանը ապաշրջափակվել է, Ռուսաստանից է հացահատիկ եկել եւ այսպես շարունակ։ Այսինքն արդեն իսկ մասնակիորեն ապաշրջափակումը տեղի ունեցել, բայց բնականաբար դա ամենը չէ։ Օգոստոսի 8-ի հռչակագիրը ենթադրում է, որ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները ապաշրջափակվելու են եւ հետեւաբար Հայաստանը հնարավորություն է ստանալու օրինակ երկաթուղային կապ ստանալ Իրանի հետ, երկաթուղային կապ Ռուսաստանի հետ արդեն մասնակիորեն ունի եւ ամբողջ աշխարհի հետ։ Ինչի մասն է խոսքը։ Ինչ ոնց դուք չեք տեսնում այս պարզ բանը, որ փաստաթղթում գրված է։ Այսքանը շնորհակալություն։ Ես ինքս ինձ ժամանակ ավելացրեցի, որտեղ ընդհատում եմ։